Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, Արարատյան խոհանոցն է եթերում Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել Շիրակի մարզի խոհանոցից կերակրատեսակներ։ Մի մարզ եւ մի ճկնաղ բնակչություն, մեր հայրենակիցներ, ովքեր հայտնի են իրենց ընդգծված հյուրընկալությամբ, բծախնդրությամբ, սնվելու մշակույթի հետ կապված եւ հենց այդ է պատճառը, որ յուրաքանչյուր անգամ մենք մի քիչ լարված ենք, դա գալիս է մեր պատասխանատվության բարձր զգացումից։ Հատկապես հարգելի տնային տնտեսուհիներ, խիստ չդատեք, այնուամենայնիվ մենք ուզում ենք, որ այդ մեր ճկնաղ մշակութային ժառանգությունը վերականգնենք, տարածենք եւ փոխանցենք եկող սերնդին։ Այսօր մենք պատրաստելու ենք սինի կամ ինչպես կոչում են նաև շաքար լոխում եւ դրա համար ես տաղավար եմ հրավիրել Լուսինե Հովհաննիսյանին, հայ խոհարարական ամամույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ, մեր երիտասարդ խոստումնալից խոհարար։ Ողջույն Լուսինե։ Ողջույն պարոն Մամուլյան։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն, շնորհակալ եմ հրավերքի համար։ Ես շնորհակալ եմ, որ հրավերը չմերժեցիր։ Մենք մի գործ ենք նախաձեռնել, որի արդյունքում պիտի ունենանք մարզ առ մարզ վերականգնենք մեր խոհանոցը ազգային եւ կանոնենք մեր հասարակությունը։ Շատ ողջունելի է, փորձեմ մաքսիմալ օգտակար լինել ձեզ։ Այո։ Շաքար լոխում։ Այո։ Բաղադրիչները շատ պարզ են եւ օգտագործելու ենք ալյուր, ձու, շաքարավազ եւ յուղ։ Բոյարսկի, այո։ Բոյարսկի ապրանքանիշից։ Ինչ ենք անելու։ Ես բոլորը համարյա ինձ ճանաչողները գիտեն, որ խմորեղենի հետ շատ չեմ սիրում աշխատել։ Դրա համար ես այստեղ եմ։ Ինչից սկսենք։ Կօգնեմ։ Ինչպես տեսնում եք, դանակ տախտակ մենք չունենք, որովհետև այսօր նրանց անհրաժեշտությունը չունենք եւ օգտագործելու ենք մեր համով ձեռքերը, այսպես ասած, ինչպես նաև ձեռքի հարիչը, Խնդրեմ, որ արդեն միացված է։ Եվ սկզբի համար քայլ առ քայլ բացելու ենք, ահա, բացեցինք արդեն յուղը։ Ինքը ամբողջությամբ արդեն այնքան է, ինչքան որ մեզ պետք է, 400 գրամ եւ մեղադրության հենց այդքանն էլ օգտագործելու ենք։ բաղադրատ տոմսը 400 գրամ յուղ, 400 գրամ շաքարավազ, 200 գրամ ալյուր եւ 2 ձվի դեղնուց։ Հարգելի հեռուստադիտող։ Բնականաբար հնում հարիչով չեն հարել, ձեռքերով են հարնել, որը նաեւ նպաստել է, որ այդ կերակուրը էլ ավելի համեղ լինի, որովհետև ձեռքի միջոցով, մատերի միջոցով այդ ջերմությունը անցել է կերակրատեսակի։ Հարգելի հեռուստադիտողներ, իհարկե յուրաքանչյուր մարզային խոհանոց, յուրաքանչյուր ազգային խոհանոց յուրահատուկ է բնորոշ այս կամ այն տարածաշրջանի։ Մեր Շիրակի մեր ճկնաղ խոհանոցը ոչ միայն բնակլիմայական պայմանների այդպես արգասիքն է, այլ նաև այնտեղ բնակվող մարդկանց ջերմ հյուրընկալմանը միշտ միտված բնավորությունը եւ շատ բնորոշ, շատ յուրահատուկ է հատկապես իր քաղցրավենիքներով։ Եվ այսպես Հարելու ենք այնքան, միջև շաքարավազը հալչի, այո։ Այո, երիտասարդները առանց գործիքի չեն կարողանում որևէ գործ, որևէ կերակուր պատրաստել անպայման, պիտի այդ գործիքը լինի, երկաթե այդ շեղբը կապնչի, բայց որ մատերով այսպես խառնեն, տաքանա։ Հարգելի հայրենակիցներ, մեր հաղորդաշարը ենթադրում է նաև անմիջական կապ մեր հայրենակիցների հետ, շուտով մենք բնականաբար այդ կապը կհաստատենք, հեռախոսահամար կփոխանցենք եւ այն հայրենակիցները մեր, ովքեր ունեն, ովքեր ժառանգել են իրենց նախնիներից կերակրատեսակներ եւ մտածում են, որ այդ կերակրատեսակը չի լուսաբանվի
եւ շատ կարեւոր մի կերակրատեսակ է, մենք պիտի կապ հաստատենք, դուք կարող եք կապ հաստատել մեզ հետ եւ միասին նաեւ պատրաստել։ Կուզեք միասին կպատրաստենք, կուզեք կփոխանցեք, մենք կպատրաստենք։ Տեսեք խտությունը։ Այո, հիանալի, հիանալի։ Ահա։ Հիանալի։ Խնդրում եմ սա պահեք։ Ահա։ Վերցնենք։ Ասե։ Մեզ անհրաժեշտ է արդեն ձվի դեղնուցները։ Սա էլ ենք հարելու։ Առաջին մասը պատրաստ է, անցանք երկրորդին։ Երկրորդ փուլի համար արդեն հարկավոր լինելու ալյուրը եւ մաղը, որպեսզի մաղով անցկացնենք ալյուրը։ Օդով հարստացնենք։ Օդով, այո, թթվասնով հարստացնելու համար։ Եվ այնքան ալյուր, որ ստացվի Պինդ խմոր։ Այսպես կանենք։ Կարծես թե ալյուրը մի քիչ ավելացնենք, հա։ Կարծում եմ, այո։ Մի քիչ ալյուր վերցնեմ ես։ Գույնը շատ գեղեցիկ է։ Այո, գույնը դեղին։ Շնորհակալություն։ Ես հաստատ չէի կարող այս կնոնել։ Ներքին ինչ-որ անվստահություն կա խմորի հետ աշխատելու ինձ մոտ։ Կարծես թե տեսքը քիչ-քիչ ստանում ենք։ Ինչ-որ սկուտեղ։ Օ, իդեալական։ Սինի։ Էլի ինչ դեղնուս պիտի քսեի։ Կարող ենք նաև սպիտակուցը քսել վրան։ Եվ դնել ջեռոցը, իհարկե։ Կարծում եմ մեր պատրաստի վիճակն է սա։ Ես կարծում եմ, որ այն ամենայնիվ տատիկները էլ ավելի էին հունսում, չէ՞։ Հնարավոր է։ Հնարավոր է, նրանք բծախնդիր են, շատ։ Դե քանի որ դեռ լուսիկ տատիկ չեմ, եւ երկար Բավարարվենք։ տարիներ եմ պահանջվում, ես ընթացքում նաեւ սա կփորձեմ, ինչ խոսք։ Տեսնեմ։ Եվ այսպես։ Մի գտալով հարթենք Անպայման։ Հիմա տարածեմ։ տարբեր տեսակի քաղցրավենիքներ, տարբեր տեսակի հալվայի տարբեր տեսակներ կան, այնպես որ դու պատրաստվի, որ հալվայի տեսակներ էլ պիտի պատրաստենք, դու խմորի Մեծ սիրով։ լավ ես տրամադրված։ Համենայն դեպս ես խմոր սիրում եմ, տեսնեմ։ Արդյոք ինքն ինձ սիրում եմ։
հարթեցնենք։ Գեղեցիկ է։ Խնդրեմ։ Մեր վրձինը ուտելու։ Մի քիչ շենթակող խմբուրը իհարկե։ Բայց բերեմ եւս մի դեղնուց։ Սպիտակուց հավաքում ենք մեկ տեղ, որից կարող ենք ինչ-որ մի բան պատրաստել, չէ՞։ Իհարկե։ Դեզերներ են պատրաստում։ Դե այսպես գեղեցիկ կսենք վրան։ Որպես օգնական կվերցնես, չէ՞ ինձ։ Անպայման։ Ձեր հետ աշխատելը գերագույն հաճույք է։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Ըստիս մեր վերջնական տեսքն է։ Դնում ենք ջրոց, 180 աստիճան 15-ից 20 րոպե։ գնացինք։ Ինչ տրամադրություն ունես, ոչ ես ուզվում, Լուսինե։ Վաու։ Փափուկ, գեղեցիկ, Okay. շատ։ Լուսինե կավատաս առաջին անգամ եմ այսպիսի բան տեսնում։ Փափուկ, ոնց են կտրելու։ Խնդրեմ, դուք սկսեք։ Ես գիտեմ, որ դժվար բաները, այստեղ սկսեմ, թե կփչացնեմ։ Մի տեսակ քնքուշ է շատ խմորը։ Քնքուշ է, նաև անուշ է։ Ես տեսնում եմ սիրելով, ամուսնելով, ես Հիմա Կարելի է շեղանկյուն կտրտել։ կարելի է շեղանկյուն, այսպես, հա։ Անուշ։ Պիտի խոստովանեմ, որ երբ որ ուղղակի բաղադրությունը կարդում ես, պատրաստման եղանակը, դեռ պատկերացումդ այն չէ, թե դա ինչ է լինելու, ճիշտ ասած հիմա չգիտեմ ինչ է լինելու, բայց համը շուրջան։ Ինչ կարծում ես հեշտ բան է, շաքարի պատրաստել։ Ամենևին։
Խնդրեմ։ Շնորհակալություն։ Շաքար լոխում։ Օգնության եմ կանչել շաքարի փոշին։ Եվ գնաց։ Հարսնածաղիկ։ Եվ հարսնածաղկին։ Սա հենց այն էր, ինչ մենք ուզում էինք, այսպես, Ըստի զգունային գաման շատ գեղեցիկ է ստացվել, չգիտեմ, ես որ այս գույները շատ եմ սիրում, մանավանդ։ մանավանդ համա, գույների։ Լուսինե ջան, ինչ կարող ես մաղթել, ինչ ես մաղթում մեր հեռուստադիտողներին։ Կմաղթեմ բոլորիդ համով օր, սիրելի հեռուստադիտողներ, եւ միշտ ժպտացեք, որովհետեւ ժպիտն է, որ բոլորի սեր ու մեծ էներգիա է պարգևում։ Շնորհակալություն, պարոն Մամուլյան։ Շնորհակալություն Լուսինե, հարգելի հեռուստադիտողներ, ձեր անունից ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Լուսինեին, ապրես դու Լուսինե, կեցես, միշտ շարունակիր ավելացնել, զարգացնել քո մասնագիտական կարողությունները, դա կլինի ի նպաստ մեր ազգային խոհանոցի։ Շնորհակալ եմ, շատ։ Շաքար լոխում 4 բաժնի համար։ Շաքարավազ 400 գրամ, յուղ 400 գրամ, ձու 3 հատ, ալյուր 300 գրամ։ Բարի ախորժակ։ Այսքանն ենք մենք պատրաստել այսօրվա համար։ Բարեկամներ, ինչպես գիտեք, աղանդերը մատուցվում է աղանդերային գինիով եւ լավ տրամադրությամբ։ Իսկ բոլորիս մաղթում եմ, որ պահպանենք մեր ազգային արժեքները։ Լինենք առողջ ու երջանիկ ազգ, սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն բարեկամներ։